ենք հասկանալ պատարագի միշտ գալիս եք օհանավանքում, թե Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցում է, այդ պատճառով եք մասնակցում։ Ճիշտ ասած միշտ չենք գալիս օհանավանք, բայց պարբերաբար եղել է, որ եկել ենք, ուրիշ։ Իսկ եկեղեցի պարբերաբար եք գնում պատարագներ, օրինակ որ եկեղեցի եք գնացել վերջի շրջանում, Մայրաթոր գնում եք, Վեհափարի մատուցած պատարագներին մասնակցել եք վերջի շրջանում։ Վերջի շրջանում չեմ մասնակցել։ Ինչու՞։ Երբ որ սկսվեց Արցախի դրա համար սկսեցիք։ Ոչ, բայց օրինակ վերջի պատարագը նույնիսկ հաջողվել է Շրոմում մասնակցել։ Մենք այդ ավորությունը չունենք։ Նկատի ունեմ, այդ նման բան էլ է պատահել։ Բանը հիմա ինչու չեք մտնել ներս։ Ճիշտ ասած ներս այնքան մարդ կա, որ դժվար։ Չգիտեք որ շատ մարդ է լինելու, հիմա եկել եք պատարագը չեք տեսնում, հաղորդություն լսում ենք, այստեղ լսում ենք, եկեք։ Պարոն Հովհաննիսյան, դուք եք առաքելական եկեղեցու հետևորդ, ձեզ համար որքանով են կալելի, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը նախ մտնում է եկեղեցի, ծափահարում է եկեղեցու մեջ եւ նրա անվտանգության աշխատակիցները ամբողջ եկեղեցուն շրջափակում են եւ մեջքով խորանին կանգնում են։ Սա նորմալ է։ Որևէ երկրում նման բան դուք տեսել եք, նշեցիք, որ Ռոմում եք վերջի շրջանում։ Գիտեք, դա անվտանգության կանոններից է բխում, չէ՞ կարող։ Բայց ժողովրդի մեջ չէ Նիկոլ Փաշինյանը։ Ինչից է վախենում։ Կան տարական անվտանգության խնդիրներ։ Եկել մարդիկ էստեղ։ Ու եկեղեցու ինչ պետք է անեն իրեն անվտանգության։ Ես շրջան, հիմա ես ուզում եմ հասկանալ նախ Պարոն Հովհաննիսյան, դուք եք հորդորել թաղապետերին օրինակ գալ Հովանավանք մասնակցել պատարագի։ Մենք նկատեցինք Աջափնյակի թաղապետին, Նորքի թաղապետին, Ավանի թաղապետը Երևանում մասնավորապես Աջափնյակում եկեղեցի չկա, ինչ քայլեր են ձեռնարկվում Աջափնյակում եկեղեցի կառուցելու համար, որ Աջափնյակի թաղապետը գնա Աջափնյակում պատարագի մասնակցի։ Բայց Աջափնյակի թաղապետը նույնպես ազատ քաղաքացի է, կարող է ցանկացած մասնակցել, չէ՞։ Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով գալիս է Հովանավանք։ Շատ լավ։ Եվ խնդիր եք տեսնում։ Չէ, խնդիր չեմ տեսնում, դուք չեք տեսնում, որ բոլորը ԿՊԻ Փաշինյանի հրահանգով են եկել այստեղ։ Բոլորը ներողություն էլի, ներողություն։ Երկրորդը հանգիստ։ Դու արա, դու вообще դու ես։ Չէ։ Ներողություն, հարգելի ուսանողներ։ Այս մարդը առավոտից մեզ հարց ենք տալիս։ Շատ լավ, եկեղեցու բակում ենք, եկեք պետք չի։ Ես խնդիր չեմ տեսնում, ելի եմ ասում, թաղապետերից մի քանիսին նկատել եմ, Աջափնյակի թաղապետին չեմ նկատել, շատ լավ է, որ դուք նկատել եք, տեղյակ չեմ ով է եկել, այսինքն բոլորը ազատ քաղաքացիներ եւ եկել են այսօր պատարագի, ես ինքս տեսնում եք եկեղեցու ներսում տեղ չկա, որ կարող եմ մասնակցեմ, փոքր ինչ ուշացել ենք, մի 5 րոպե Ներողություն, ես ոչ մի ասա, Տիգրան Ավինյանը ինչու չի եկել, քանի որ նախորդ չի հետևել վարչապետի։ Ես տեղյակ չեմ ինչու Տիգրան Ավինյանը։ Ես տեղյակ չեմ ճիշտ ասած, Տիգրան Ավինյանը այսպես երկրում է թե չէ, տեղյակ չեմ։ Այսօր Կիրակի օրը այնպես չի որ տեղյակ եմ։ Նախորդ անգամ որտեղ ասել էր որ շատ կուզեր լիներ, բայց չէ, չի կարող այս անգամ։ Հա, ես իմ իմանալով Տիգրան Ավինյանը արձակուրդ պիտի մեկնի եւ տեղյակ չեմ, ես Կիրակի օրվանից ինքը արձակուրդում է թե չէ։ Օրինակ, եթե հաջորդ Կիրակի էլ Նիկոլ Փաշինյանը ասի, որ գնալու եմ Հովանավանք պատարագի, էլի գալու եք։ Գիտեք, այդպես գրաֆիկ նախնական չունեմ, հա, հաստատած, որ հաջորդ Կիրակի եւ հաջորդ դա հոգու կանչից է գալիս եւ այս որոշում օրինակ պատարագին մասնակցելու կայացրել եմ 3 եւ իմ գործընկերներից այստեղ մենք ներկա ենք։ Պարոն Հովհաննիսյան, Կիրակից տարել է պատարագի։ Դե ինչքանով է ճիշտ որ ես իմ հոգու խորքու եղած է այսպես լրատվականներով հիմա ներկայացնում եմ։ Մի քիչ էլ եկեք թողնենք ազնական տիրույթ էլի։ Ես կարծում եմ հարցը ճիշտ չեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։